Բարև ձեզ, սա բացարձակ արժեքն է, այսօր հյուրընկալել ենք ռեժիսոր Հրանտ Վարդանյանին։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Պարոն Վարդանյան, վերջին ընտրություններից հետո շատ գնահատականներ ու տեսակետներ հնչեցին, շատ հետևություններ արվեցին, մեզ հետաքրքիր է որն է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետևությունը։ Այ հենց ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետևությունը, որովհետև շատերը կարծում են, որ ինչ որ քաղաքականությամբ եմ զբաղված կամ աստծոսիրուն այտենց չի եւ երբեք չեմ քաղաքականություն այնքանով ինչքանով որ ես քաղաքացի եմ, բայց այն իմ տեսակետներս էլ զուտ ռեժիսորական են, այսինքն ես այս ամեն ինչին վրա նայում եմ որպես կինոարտադրություն եւ իմ տեսանկյուններն էլ նայում եմ որպես տեսլական ունեցող մարդ, այսինքն առաջը ու հետոն հնարավորինս չափով կարողանալ ընկալել տեսնել, թե այսինքն այս քայլերից հետո ինչ է կատարվում, որովհետեւ կինոն էլ այդպես է, դու կառուցում ես։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ քաղաքականությամբ զբաղվող, օրինակ երկրի պրեզիդենտ, գործարանի դիրեկտոր, հա, կամ որևիցե ինչ որ ղեկավարող ինչ որ մի ուժի գլխի կանգնած մարդ, դա իմ համար առաջի հերթին ռեժիսուրա է, որովհետև այդ դու պիտի դերաբաժանես, դու պիտի առաջադրանքները տաս, դու պիտի տեսնես, թե ինչ կինո ես նկարում, հա, իսկ մեր մոտ քաոտիկ եմ ես տեսնում, որովհետև շատերը կան, որ սցենար չունեն, դերասանները անդադ փոխվում են, ինչ որ էժանագին սերիալի կինո է նկարվում, ինչ որ նաև հետո էկրաններին ենք տեսնում, էլի, դա դրա արդյունքն է, այսինքն հասարակությունը ընկղմված է այդ էժանագին միած սերիալի մեջ տասնյակ տարիներ արդեն, հա։ Ձեր հետևությունը այս ամենափանդերձ։ Իմ տեսած կինոն այդպիսին է, չնայած ողբերգական շատ կտորներ կա այդ ամեն ինչի մեջ եւ այդ ողբերգությունը արդեն հենց այդ կինոն ինչ որ սարքած է մեր գլխին ու մենք անպայման մենք որտեղ մենք մասնակից ենք այդ ողբերգության։ Այդ կինոն չի կարող քեզ չանդրադառնա ու չկպնի հոգուդ, սրտիդ, քո առօրյային, հա, որովհետև դու ստեղ ապրում ես։ Ուզում եմ ասեմ, այդքանով ես նայում եմ, տեսնում եմ, ասենք, որ ռեժիսորը քաղաքական գործիչների մեջ էլ է, թե ոնց է աշխատանքը իրակատարում, ոնց է ինչքան է ազնիվ, ինչքան է ճիշտ, ինչքան է ձգտում նատուրալիզմի, ինչքան է ձգտում գեղարվեստի, ինչքան էսթետիկա կա։ Եվ գտնում եք այդ արժեքները։ Չէ, շատ կոպիտ է, շատ անգամ շատ կոպիտ է, անդաստիրակ է կատարվելիքը, հա, շատ դեպքերում անճաշակ է, երաժշտությունը ռաբիզ է, այս կինոյի մասին եմ խոսում, հա, եւ դերակատարներն էլ անընդհատ ինչ որ գիտես ոնց որ մասովկայի կերպարներ լինեն, այսինքն երբ որ դու գլխավոր դերակատարները լավ չեն խաղում իրենց դերերը, օպերատորական աշխատանքը, ասենք, շատ թույլ է, այսինքն վիզուալիզացիան մեր անելիքի, հա, մեր հեռուստատեսություն, թատրոն, կինո, մեր անելիքը, ասենք, թե աշխարհով ոնց ինչ ենք ցույց տալիս մենք, հա, այդ մեր վիզուալիզացիան է, մենք եթե առանձին մի կինոֆիլմ դիտվենք, նայենք մեր ֆիլմին, այս ինչ որ կատարում է, դարեր շարունակ ու վերջին տարիներին, այն մեր ներկա պայմաններում, այդտեղ շատ տխուր կինո է։ Քանի որ այս տեսանկյունից ենք խոսում, վերջին կինոն ընտրությունները կայացան, կարելի ասել, ու այդ ֆիլմից հետո, ձեր բառերով եմ ուզում հարցս ձևակերպել, գլխավոր մեղավոր ճանաչում են ժողովրդին ու շատ վատ պիտակներ են կպցնում ժողովրդին։ Մենք հենց ասում ենք մեղավոր, կան, իհարկե, մենք բոլորս մեղավոր ենք, բայց Դե ասում են, որ ժողովուրդը շատ ստորացուցիչ պայմաններով փողով վաճառվեց, շատ վատ պիտակներ են կպցնում, օրինակ 10,000 դրամանոցներ եւ այլն, հետաքրքիր է, դուք այս ամենում ժողովրդի մեղքը տեսնում եք։ Ես ժողովուրդը ընդհանուր առմամբ մենք բոլորը ժողովուրդ զրոներ ենք,
հա, համարենք այդպես, այսինքն մենք դեռ թիվ չենք, մենք նշանակություն չունեն, եթե բազմության մասին է խոսքը, դա անհատն է, որ անգին է, անսահման է եւ բայց ժողովուրդը միասնական, երբ որ միասին ժողովրդի մասին բանենք, դրանք զրոներ են, ինչ թիվը դրած լինի արժևում, դա է։ Մեր մոտ անդադ մինուս է դրվում կամ 0-ից մի քիչ բարձր, հա։ Ես ուզում եմ մեր դիմաց այդ զրոներից գլխին կանգնած լինի ամենավերջի թիվը 9, որը որ ամենաբարձրագույնն է։ Այսինքն դա ոչ թե անհատի մասին է խոսքս, դա մաքսիմում, այսինքն ժողովրդի ղեկավարումը, ժողովրդին հարմարեցնումը, ժողովրդի մասին մտածումը, այդ 9 թիվը, 9 հոգին, 9 ամենաբարձրագույն, հա, թվանշանը մինչև 10, 9.99, հա, մենք ասում ենք ոսկու ամենաբարձր որակը։ Ես ուզում եմ իմ երկիրս այդ ոսկու ամենաբարձր որակը, մենք գտնվում ենք այս ինչ տեղում։ Եվ այդ ժողովրդին մեղադրել, թե ինչի դիմացի թիվը, երբ որ ամեն ինչ արվում է, որ այդ զրոները զրո մնան, որ թիվ չլինի առջևում, եւ դա արվում է թե ներսից, թե դրսից։ Դրան մասնակից ենք թե մենք, թե օտարները, հա, ինչի շատ տեղեր կա, որ չեմ հասկանում, լավ, երբ, գիտեմ, որ գալու է, ես գիտեմ, որ Հայաստանը լինելու է հզոր մի իր էներգետիկայով ասեմ, հա, այդպես հզոր երկիր չի լինի մեծությամբ, հա, կարող է էլի մեծանանք եւ ես պետք է էլի մեծանալ, որովհետեւ ես կարծում եմ Հայաստանը պիտի դեպիցով մեծանալ էլ այստեղ պարտադիր չի, դեպիցով ճանապարհները պիտի ազատ լինի հայի համար, առանց անձնագրի, առանց որևէ այլ բանի, որ տնից է դուրս գաս, դու գնաս շփվես մեծ ջրի հետ։ Դա շատ կարևոր է, մենք այս ամբողջ երկիր մոլորակը 80%-ը ջուր է եւ մենք հայերս եւ մի քանի էլի փոքր պետություններ կան, որոնք մեծ ջրից զրկված են։ Դա շատ կարևոր է ժողովրդի համար։ Մենք այս գաղութի, մենք առանցանը փակ երկրում, մեր երկիրը սարքել են գաղութ, մենք նստած ենք ինչ-որ գաղութում, հասկանում եք, ու երեխաներ են ծնվում, իմ սաղ մտածմունքը այդ երեխաներն են, որ ազատ լինեն, ազատ ապրեն, ազատ շնչեն, ազատ խոսեն, ազատ երգեն, ազատ անեն իրանց մաները, իրանց հնարավորինս չափ գիպնոզի տակ քիչ գցեն, որտեղ ի բնե, ի ծնե իրանք այդպիսին են, իրանք հայուկ են, չասեմ առանձնացնում եմ, հայ երեխան իմ համար բոլոր երեխաները միևնույն են, ազգություն չունեն, բայց քանի որ մենք մոնոլիտ ենք եւ մեր մոտ այս հայ երեխեքը պիտի ուրիշ ձևի ապրեն, այս անճաշակը, ռաբիզը, այս անգրագիտությունը, այս անգույնությունը, հա, պիտի վերանա, պիտի զվարթ լինեն, ուրախ լինեն, այս ողբի երկեցողությունը, ողբ ապրող երկրում, չի կարելի, սրանք հոգիներ են, սրանք պիտի թռնել սովորեն, հա, որովհետև թռնել պիտի սովորեն, պիտի ֆանտազիան ավելի լայն լինի, հա, ավելի կոնտինենտալ է պետք որ մտածեն, ավելի համաշխարհային է պետք մտածեն, գլոբալ է պետք մտածեն, իսկ որպեսզի այդպեսին լինեն, դասատուները պիտի դա տան, այսօր դասատուները ձայն են հավաքում, այս ցածր է շատ, այսինքն ուսուցիչս, իմ ուսուցիչը ինչ-որ խառնված է բաների մեջ, ուսուցիչս պիտի ազնվագույն մարդ լինի, նա խարդախության մասին ընդհանրապես ինձ պիտի չսովորեցնի, գողության մասին պիտի ինձ չսովորեցնի։ Դուք ասում եք, որ ուզում եք մեր երեխաները ազատ լինեն, մեր ուսուցիչները լինեն։ Մեր ուսուցիչները պիտի ազատ լինեն։ Մեր ուսուցիչներն էլ ազատ լինեն։ Ու կարծես թե շատ խնդիրների համար մեղադրում եք Ռուսաստանին ու ասում եք առաջին հերթին պետք է Ռուսաստանի ճիրաններից ազատվել։ Այո, որովհետև Ռուսաստանը ինքը այդպիսին է միշտ բոլոր ժամանակաշրջաններում է այդպիսին եղել։ Մենք մեր ընդհանուր ճանապարհները եկել դա պատմություն է, դա չես կարող, հա, դրանից բան, բայց երբեք հայի համար այդպիսի միջավայրում ապրելը անգամ իմ հիշած ժամանակներում, հա, կոմֆորտ չի եղել։ Մենք սիրել ենք եւ երաժշտությունը եւ ռուս ընկերներ ենք ունեցել, բայց այդտեղ մի հատ այդ երկրում կատարվող մի
հակամարտկային բանը շատ է, հասկանում եք, հայ այդպեսին չէ, մենք մարդասեր ենք, մենք հյուրասեր ենք եղել, միշտ երեխայասեր ենք, բոլոր ազգերն են, տենց չի, որ մենք յուրահատուկ ենք, բայց այդ սիստեմը ժողովուրդը այնտեղ էլ զիլ ժողովուրդ է ապրում, մաքրամաքուր մարդիկ կարող ես տեսնել Ռուսաստանում, ճնշված, նեղված, անարդարության դեմ անընդհատ գլուխ բարձրացնող, շատ լավ մարդկանց կարող է, բայց ամբողջ սիստեմը իրենց թագավորներից սկսած միշտ այդպեսին է եղել, այսինքն միջև այսօր այնտեղ ֆեոդալիզմ է, ու այդ ֆեոդալիզմը փոխանցվում է իմ երկրին, Հայաստանը, այստեղ դարձան ֆեոդալներ, ինչ որ մարդիկ, որոնք երեք, ասենք, չգիտեմ, պրոստը համբալ են աշխատել, սովորական համբալ եսի նկատի ունեմ բանկերող, բայց այսօր այդ համբալը պատկերացնում ես, որ երեք համբալ է եղել, դա այսօր իշխան է, սա սարսափելի է, որովհետև իշխան դառնալը դա մի րոպեվա բան չի, համբալ բանվորին չեմ արել, հատուկ ասեցի համբալ, որովհետև բանվորը ամեն մասնագիտություն իր բանը, ես Աստծո սիրուն չվիրավոր եմ էլ ուզում եմ ասեմ, համբալը վատ առումով եմ ասում։ Ու դա այսօր ասենք իշխանը, լսեք, իշխաններին մանկուց էին դաստիարակում իշխանը բանիմաց մարդ պիտի լինի, իշխանը պիտի մեծ հոգի ունենա, իշխանը պիտի մարդասեր լինի, որովհետև իշխանը նաև կառավարման խնդիր ունի կառավարելու։ Մեր երկրում շատ լավ մարդիկ են ապրում, շատ հոյակապ երիտասարդություն ունենք, եւ գյուղացի, եւ բանվոր, եւ պրոֆեսոր, լավն են սենց որ նայում ես։ Միակ բանը մեզ խանգարող դա բավականին մեծ մասշտաբների հասնող սուտն է։ Ու շատ ողբերգությունը նաև նրանում է, որ բոլորը գիտեն այդ ստի մասին, բոլորը գիտեն, որ իրենք սուտ են ասում, տանջվում են։ Ես տեսնում եմ, որ մարդիկ տանջվում են, որ ստի մեջ են ապրում։ Իրանք անգամ ամեն մարդ գիտի, չէ ինքը ինչ է անում, ինքը գիտի, որ այս բանը սուտ է անում, իրանց տեղում չեն։ Այն չի ինքը սխալ տեղում է հայտնված եւ սուտ է խոսում անընդհատ։ Բայց կարծես թե քայլել չի արվում այդ ստից դուրս գալու եւ ամեն ինչ գնալով խորանում է։ Տեսեք, մենք դարերի վեր խնդիր ունենք համախմբված ու միասնական լինելու, որովհետեւ շատերը ասում են, եթե միասնական լինենք, մենք լավն ենք, մենք կարող ենք փոխել։ Այո։ Բայց մենք քայլել չենք անում դեպի միասնականություն գնալու, լավ վաղվա օրը ինչպեսին է լինելու։ Մենք ստից չենք ուզում հրաժարվենք։ Մենք սուտը դարավոր է գալիս, այսօրվա բան չի, մենք կորցրել անդադ ճանապարհին ստի պատճառով է, որ քայլեր ենք թույլ տվել։ Լսեք, մոնղոլ թաթարների ժամանակ ամբողջ ազնվականությունը, որպեսզի պահպանի իր ունեցվածքը, իսկ թաթար մոնղոլներն ասում են, թե հոգևոր տաճարները, հոգևորականները պիտի բան չմուծեն, տուրք չպիտի մուծեն, այդ ժամանակ ազնվականությունը գնում է հոգևորականությունը ընդունում։ Սա սարսափելի բան է, հասկանում ես, որովհետև հանում բարօրության ամեն ինչ։ Հա, այսօր նույն բանը կատարվում է իմ աչքի առաջ, այսօր շատ հոգևոր դաշտի մարդիկ, մտավոր հոգևոր դաշտի, որոնց համար նյութը պիտի որ որպես գործիք լիներ, էլի, նյութը պետքա որպեսի արարես, ասենք կավը պետքա որ քանդակեմ, ինձ կինոյի համար գումար է պետք որպեսի նկարեմ, ոչ թե ես այդ գումարի աշխատելու խնդիր ունեմ, հա, նկարիչի համար տենց է։ Զուտ որպես մատերիալ։ Հա, նկարիչը պատկերացնում ես, նկարիչ, որը կտավը կիլոյով իր համար կտակ, ոչ թե կտավ, իրան կտավը պետք է, այդ նյութը պետք է որպեսի ինքը նկարչություն, այդ դա պարտադիր բաներն են։ Ու աչքիս առաջ էլի այդպեսի այդ հոգևոր դաշտի մարդիկ այնքան գնացին նյութի հետևից, այն նյութ մատակարարողներից ավելի վատը դարձան իմ համար։ Ամենասարսափելին, որ աչքիդ իմացած, գիտես, որ 100% սուտը մեկ էլ դուրս է գալիս դեմքի պայծառ արտահայտությամբ խոսում է բաներից, որ ուզում է ես հավատամ։ Կամ որից է մեկը հավատա, չեն հավատում, այդ ժողովուրդը հիմա եկա կողոտված հարցին, այդ ժողովուրդը չի հավատում,
այդ այնքան լոլո արվեց, այնքան ստվեց ամեն ինչը ու երևաց ժողովուրդը տեսնում է, եթե ես տեսնում եմ, ես ժողովրդի մի մաս եմ, դու տեսնում ես, մյուսը տեսնում, ուրեմն մենք տեսնում ենք այդ սուտը, հա, սուտը շատ է, հենց այդ սուտից, սուտ բաներից սկսենք հրաժարվել, այո, որովհետև սուտը մեր մեջ է, ես այդ որ ասում ես Ռուսաստանից դուրս գանք բան, ես Ռուսաստանին աստծո սիրու չեմ մեղադրում նրա համար, որ մեր մոտ սուտը շատ է։ Ես ճիշտ եմ հասկանում, ձեր գլխավոր թեզն այն է, որ հույսներս մեզ վրա դնեն, փորձենք ինքներս ստեղծել մեր ազատ անկախ երկիրը։ Եթե մենք ստի դաշտից դուրս գանք, մենք պարզ կլինի, որ չի կարելի Ռուսաստանի նման սուտ իրեն պահող, սուտ անող, սուտ դուք ասում եք սուտ թշնամի հարևան։ Այո, սուտ հարևանություն անել, սուտ բարեկամություն, այդպիսինի հետ մենք գործ չենք ունենք։ Գնանք մի ազնիվ կղզու բնակիչների հետ, կասենք, մենք չկա այդ ազնիվը, որովհետև եվրոպական կողմում չկա։ Եվրոպական կողմում մեկը, ամերիկյան կողմում մեկը, արևելյան կողմում։ Սուտը ընդհանուր աշխարհի ամենամեծ դևն է։ Բայց մենք փոքր լինելով հանդերձ, քիչ լինելով տարածքով քիչ լինել, մեր սուտը միշտ ջրի երես է ու մենք մեր աչքի առաջ է, ով է ասում որ նրանք սուրբ են։ Ինչ որ Ռուսաստանի հետ է կապված, ես միակ բանը, որ ինձ տանջում է Ռուսաստանի հետ, որ չեմ ուզում որ լինի, դա այդ բոլշևիզմն է, որը հիմա նորից հետ են ուզում բերեն, թե չաստծո Ռուսաստանը այնպիսի երկիր է իմ համար, ինչպիսին Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ Պարսկաստանը։ Ես շատ սուբյեկտիվ եմ, երբ որ խոսքը վերաբերում է իմին։ Սա պիտի այդ տերը լինելու համար, այդ երկրում տեր լինելու համար դու պետք է հասկանաս ինչի տեր ես։ Իսկ երբ որ հասկանում ես ինչի տեր ես, դու պիտի հասկանաս, որ դու ցանկացած դրանից դուրս բանի նկատմամբ շատ սուբյեկտիվ պիտի լինի քո կարծիքը։ Այսօր ունենք այնպիսի իրավիճակ, երբ արվեստագետը իր բուն գործը թողած, օրինակ ազգի ճակատագրի հարցերից է խոսում, որովհետև լրագրողներն էլ երբեմն դրդում են դրան։ Հետաքրքիր է, չեք հոգնում այս իրավիճակից։ Ոնց չեմ հոգնում, ես մեռնում եմ, ոչ թե հոգնում եմ, գիտես ինչի, որովհետև էդ էլ էս իմ նայելու տեսանկյունը դարձել է ձեր նկարագրած իրավիճակի տրամաբանական շարունակությունն է։ Հասկանում, երբ որ ես կինո եմ նկարում, ինձ կողքս ռումբ պայթի, ես դրան բան չեմ տա, հասկանում եք, երբ որ ես աշխատանքի մեջ եմ, կողքդ որ դու պետք է մենակ անես այն բանը, որ ֆիքսես, այսինքն դու զբաղված ես։ Հիմա այս կինոն չունեմ, այսօր ունեմ, կինո շատ ունեմ, ուղղակի գումարներ չկան, այս բանը, ես չգիտեմ, չեմ հասկանում ոնց կար ճանապարհները։ Ես հրապարակի մարդ եմ, որտեղ գումար ճարողը դա առանձին մասնագիտություն է։ Այսինքն գումար հատկացնողը, գումար դնող եւ գումարից գումար աշխատողը, նաեւ որտեվ կինոն էլ ինքը պրոդուկտ է, ունի վաճառելու բան, խնդիր, հա։ Չկա այսօր իմ մոտ Արեֆ ֆիլմ ստուդիոն կանգնած է եւ վերջի ֆիլմը, որ արվեց, այդ բաններ Լույսի ձայներ, այդ հրաշք մանուկներ չասեմ, իմ համար անձնավորություններ են, ամեն մեկը մի հետաքրքիր կերպար է։ Հայաստանի փոքրիկ երգիչներ, երգչախմբի անդամներ։ Ազնվագույն մարդկանց տեսակ է իմ համար, լույս սփռող, լույս տարածող երեխեք են եւ Տիգրան Հեկեկյանի այդ պրոֆեսիոնալ եւ իր գործով զբաղվող մարդ, որը իր պետությանը շատ ավելի դիվիդենդներ ու շատ ավելի, ինչ ասեմ, հեղինակություն բերող է։ Դրական լիցքեր մեր կողմից գնացող տվողը, քան 10 կուսակցություն իրար հետ վերցրած, որովհետև կամ մի ինչ ասեմ, մի ԱԳՆ, մի ամբողջ ԱԳՆ այդքան կապետեն բարձր չի, ինչքան այս մի փոքրիկ երեխաների սփռող լույսի էներգետիկան է, որը որ աշխարհից աշխարհ գնում է ու քո երկրի, քո
ազգի մասին մատուցումը այն ճշմարտությունը, այն ազնվությունը, որը որ մերն է եւ որից պիտի մենք կարճենք, բռնվենք ու ամբողջ աշխարհի հետ էլ այդ մեր տեսակ ազնվության ու մեր կոդին, մեր քիմքին հատուկ բաներից խոսենք։ Պարոն Վարդանյան, ի՞նչն է ձեզ համար բացարձակ արժեք։ Բնությունն ու երեխաները երևի բացարձակ արժեք կարող են համարվել դա այն ինչ որ կատարյալ է։ Այդ մեր տեսած, մարդու տեսած կատարյալի մասին է խոսում, որովհետև կատարյալ իմ համար արարիչն է, որը որ ամբողջն է եւ ահավերժն է, բայց այն ինչին որ մենք ձեռք ենք տալիս ու տեսնում ենք մեր մեջ, դա երեխաներն ու բնությունն են, ուրիշ ոչինչ չկա կատարյալ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Իսկ ձեզ հիշեցնեմ, որ այսօր բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում զրուցում էինք ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետ։ Եվ վերջում հաղորդմանն աջակցելու ու իմ արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին։ Image Studio, որտեղ կընդգծեն ձեր գեղեցկությունը։ Հասցե Իսահակյան 14։ Հագուստը տրամադրել է Աբովյան 38 հասցեում գտնվող Նեկա բուտիկը։ Ես Անի Միրաքյանն եմ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։